Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ, շատ ուրախ եմ, որ Հայաստան-Արգենտինա բիզնես միջազգային ֆորումը սկսվել է եւ ես ուզում եմ իմ ցանկությունները փոխանցել ձեզ, առավել եւս, որ Կորդոբա նահանգը բավականին զարգացած է եւ նմանություններ ունի ճյուղերի առումով զարգացման։ Հայաստանը այսօր համարվում է բավականին ժողովրդավարական, բարձր մակարդակ ունեցող երկիր, Հայաստանում բիզնեսը ազատ է, Հայաստանում մենաշնորհներ չկան, Հայաստանում մինչև անգամ պետական աջակցություն կա բիզնեսին, տարբեր ոլորտներին, այն ոլորտները, որոնք որ Հայաստանի Հանրապետությունը զարգացնում են, պետական աջակցություն կա, սուբսիդիաներ կա։ Ես առաջարկում եմ առաջ երթին դուք Հայաստանում ներդրումներ կատարեք գյուղատնտեսության ոլորտում, որտեղ ընդհանրապես Արգենտինան ինքը բավականին զարգացած գյուղատնտեսական երկիր է։ Երկրորդ ուզում եմ կրթական համակարգում Հայաստանի հետ համագործակցեք։ Ուզում եմ, որ գիտության այլ ճյուղերի նույնպես լինի, եւ դա ես ձեզ ասում եմ Հայաստանը նույնպես ունի զարգացման բարձր աստիճան, դա ՏՏ ոլորտն է, բիոլոգիական տեխնոլոգիաների մեջ նույնպես կարող ենք, Հայաստանում նույնպես ինչ-որ աստիճանի զարգացած է, գիտեմ, որ ձեր նահանգում նույնպես կան ինստիտուտներ, բիոլոգիական լաբորատորիաներ կան, որոնք որ կարող են Հայաստանի հետ բիոտեխնոլոգիաներով զարգանալ, աշխատել, ունենալ գիտական, այսպես ասած, հետազոտություններ։ Տիեզերական տեխնոլոգիաներն են, որոնք որ Հայաստանը նույնպես արդեն սկսել է, դուք կարող եք համագործակցել, կոոպերացիա ստեղծել։ Ես առաջարկում եմ դուք մի խումբ ստեղծեք, այդ խումբը ուսումնասիրի Հայաստանում հնարավորությունները, փոխանցի մեր հայ համայնքին եւ ինչու միայն հայ համայնքին, բոլոր համայնքներին եւ այլ ազգություններին եւ մեր Արգենտինայի այլ բարեկամների, որպեսզի Հայաստանը իրենց համար ընկալելի լինի, թե ինչպիսի հնարավորություններ կա Հայաստանում բիզնես անելու, այդպիսի կամուրջ ստեղծելու, կոոպերացիա ստեղծելու եւ Հայաստանը պատրաստ է, խնդրում ենք եկեք Հայաստան, Հայաստանի հետ կապը պաշտպանեք, սա ձեր հայրենիքն է, ամեն ինչ այստեղ առավել լավ է, քան կպատկերացնեք։ Ես մաղթում եմ, որպեսզի արդյունավետ լինի, մաղթում եմ, որպեսզի դուք շատ արագ որոշումներ կայացնեք եւ Հայաստանի կառույցներից եւ Հայաստանում հիմնեք ձեր հիմնական հարթակը, որտեղից պետք է այդ ամեն ինչը կազմակերպեք։ Եվս մեկ անգամ ողջունում եմ, շնորհակալություն։